Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր ապրիլի 9։ Շատ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար և գայթակղություն չկա նրանց համար։ Սաղմոս 119-րդ գլուխ 165-րդ խոսք։ Այո, այս մեծ և սուրբ գրքի հանդեպ իսկական սերը մեզ մեծ խաղաղություն կբերի մեծ Աստծուց և մեծ պաշտպանություն կլինի մեզ համար։ Եկեք շարունակ ապրենք Տիրոջ օրենքի հետ հաղորդակցության մեջ, և այն մեր սրտերում կստեղծի խաղաղություն, որը ոչ մի ուրիշ բան չի կարող տալ։ Սուրբ Հոգին գործում է խոսքի միջոցով որպես մխիթարիչ, թափելով այն օգտակար ազդեցությունները, որոնք հանդարտեցնում են հոգու փոթորիկները։ Այն մարդու համար, որի մեջ առատորեն բնակվում է Աստծո խոսքը, ոչինչ գայթակղություն չէ։ Նա վերցնում է իր ամենօրյա խաչը և այն դառնում է նրա համար ուրախություն։ Նա պատրաստ է դժվար փորձությունների և չի համարում դրանք որպես ինչ-որ անսովոր բան, որը կարող է իրեն ծնկի բերել։ Նա չի գայթակղվում բարգավաճմամբ, ինչպես շատ ուրիշներ, և ոչ էլ կոտրվում է դժվարություններից, ինչպես ուրիշներն են եղել, քանի որ նա ապրում է արտաքին կյանքի փոփոխվող հանգամանքներից այն կողմ։ Երբ Տերը նրան ներկայացնում է հավատքի որևէ մեծ խորհուրդ, որի մասին մյուսները բացականչում են, խիստ է այդ խոսքը, ով կարող է այն լսել։ Հավատացյալը այն ընդունում է առանց կասկածի, քանի որ նրա մտավոր կասկածները հաղթահարվում են Տիրոջ օրենքի նկատմամբ նրա հնազանդությամբ, որը նրա համար բարձրագույն իշխանությունն է և որի առջև նա խոնարհվում է ուրախությամբ։ Տեր, սերմանիր մեր մեջ այսօր այս սերը, այս խաղաղությունը և այս հնազանդությունը։